Թոշակ է բարձրացնում, ջրերի հարց է լուծում, բաժանվում է ինչու ոչ։ Ով շեղվեցա, շեղվածա։ 5 անգամ 520 1100, դե սիրում են, չէ՞, լացակոմած բաներ սիրում են, մեր ժողովուրդը սիրում է։ Սինոդականություն ստեղծելու մասին։ Ընտրեքզոհի կերպարը, այսինքն ամուսնալուծություններ, բան, շոուներ սարքել։ Կաթողիկոսը նրանց կարգալույց չէր արել։ Սինոդի գաղափարը առաջ է քաշում այսօր Պոլսի պատրիարքությունը, ոնց որ 18-րդ դարում, թող մեզ մի քիչ կֆրտնեն, ոչինչ։ Հայ առաքելական եկեղեցին Թուրքիային ենթարկեցնելն է այս գաղափարով։ Աստծո գործերը անքննելի են, հավատացեք։ Վայ, 10,000 դրամ, հա? Ես ինչ պիտի անեմ սրա հետ։ Հեսա ջրի գինն է բարձրանալու, ասելու են չենք կտրի, բայց գինը կբարձրացնենք։ Իրեն խափում են, իրեն փորձում են գնել։ Կառավարությունը միջամտեց, ձյունը կտրվեց։ Մարդիկ կանեն ճիշտ ընտրություն եւ այս մարդիկ չեն լինել։ Աննա Հակոբյանը բաժանվեց Նիկոլ Փաշինյանից։ Սա ինչ կոնտեքստում դիտարկենք։ Համացանցի իդեպ ծաղրում է։ Ինչ որ մի մաս ասում է կրթվեց, հասկացավ, որ էլ Նիկոլն իրեն պետք չի, ավելի լավին է արժանի։ Ինչ որ մի մաս ասում է պետ բյուջեի ծախսերն են կրճատում, դե թոշակ բան են բարձրացրել։ Աննա Հակոբյանը բաժանվեց, որ ծախսերը կրճատվի։ Բայց հիմնականում դիտարկում ենք արդեն ավելի լուրջ զանգվածը քաղ տեխնոլոգիա նախընտրական այդ շրջանակներում։ Դուք ինչ կարծիք ունեք։ Իրենք երբևէ ամուսնացած չեն եղել, որ բաժանվեն։ Մարդիկ հայտարարել են, որ ոչ եկեղեցով ունեն ամուսնություն, ոչ ունեն ամուսնություն, քաղաքացիական ամուսնությունները իրար հետ ապրում էին։ 4 երեխա ունեն, էլ չեն ապրի։ Սովորական քաղ տեխնոլոգիա։ Հեսա Նիկոլին զոհի կերպարանքում կներկայացնեն, կերպարի մեջ։ Ընտրեք զոհի կերպարը, դե սիրում են, չէ՞, լացակոմած բաներ սիրում են, մեր ժողովուրդը սիրում է, որ տենց ինչ որ մեկին խղճա, բան, տենց սովորական խղճահարույց սցենարա։ Մենք ուղղակի անընդհատ ծիծաղում ենք, անընդհատ հումորներ ենք անում եւ այլն, բայց ես կարծում եմ, որ այս հումորների մեջ պետք է գիտակցենք նաեւ, որ անընդհատ ասվում է, որ ինչ որ բանից շեղում են, չէ՞, իրանք մարդկանց։ Իրենք չեն շեղում իրականում, իրենք ուղղակի մարդկանց փորձում են հումորի միջոցով, ինչ որ տարբեր ծաղրական ինչ որ բաների միջոցով քաշել դեպի իրենց։ Դրանց են գրավում։ Այո, ծածկում են ամբողջ լրահոսը եւ այդպես վերջ, այսքանը։ Այսինքն այսօր մեր լրատվական դաշտը կարել չաշխատի։ Ուրիշ ոչ մի թեմա կարա չունենա, որտեղ գնաց, ամբողջ օրը այդ են խոսել։ Իսկ հասարակությանը սա կարող է շեղել այն ամենից, ինչ մինչ օրս այս հայտնի զույգը բերել է Հայաստանի Հանրապետության գլխին։ Ես կարծում եմ հասարակության մեջ ով շեղվել է արդեն։ Մնացածին էլ ոչ մեկի չեն կարող շեղել։ Ով շեղվեցա, շեղվածա։ Ես դեմ եմ, ես չեմ հասկանում ու չեմ ընդունում այդ արտահայտությունը, որ ինչ որ մի բանից մեզ շեղում են։ Ինչից։ Ով շեղվել է, ժողովուրդ, ով գիտակցում է։ Ով մտածում է, որ ինչ որ մի բանից շեղվել է ինքը կամ շեղվում է, ուրեմն արդեն ինքը արդեն շեղվել է, վերջ։ Բայց թե ինչ որ բանից շեղել, օրինակ ինձ չեն կարող ոչ մի բանից շեղել։ Ինչից պիտի շեղեն ինձ։ Արդեն հստակ պատկերացումները կան։ Ինչ են անում։ Ինչ եք կարծում, եկեղեցու դեմ արշավի այս մի պահ ինչ որ լռություն է տիրում իշխանության մոտ, Փաշինյանն այլևս չի խոսում ոչինչից, սա եւս նախընտրական կոնտեքստում դիտարկենք, թե ի վերջո նահանջել են այդ արշավից։ Ես չեմ կարծում, որ նահանջել են։ Ես կարծում եմ, որ նույն քաղ տեխնոլոգները, ովքեր որ իրենց հետ աշխատում են, իրենց կարողացան հասցնել այն փաստը, որ ժողովուրդը եկեղեցու կողքին կանգնած է, որ դուք ինչքան ուզում եք ցեղ շպրտեք եւ ինչքան ուզում եք փորձեր արեք մրոտել եկեղեցին եւ ամենայն հայոց կաթողիկոսին, միևնույն է, չի ստացվելու դա, որովհետեւ այն ինչ դուք ասում եք, հակառակ էֆեկտն է ունենում։ Հետևաբար իրենք վերջապես կարողացան իրենց հասցնել այդ փաստը եւ իրենք էլ հասկացան, որ չպիտի շարունակեն, բայց այնուամենայնիվ սա չի նշանակում, որ իրենք չեն շարունակելու։ Տեսեք, մենք անընդհատ գիտակցությունը ունենք, այն միտքը ունենք մեր մեջ, որ այս մարդիկ ամեն ինչը փորձում են քանդել։ Եկեղեցին եւ եկեղեցու ինստիտուտը ընդհանրապես հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը մեր իրականության մեջ
Փաստում է մեկ բան. եկեղեցին միակ ազգապահպան կառույցն է այսօր Հայաստանում։ Եվ այս մարդկանց դա ժողովրդական լեզվով ասած ձեռ չի տալիս։ Իրանց ձեռ չի տալիս, որ եկեղեցին եւ վեհափառ հայրապետը խոսում են Արցախի մասին։ Խոսում են ազգի պահպանման, ազգի նկարագրի պահպանման մասին։ Դա իրենց պետք չի, իրենց պետքա այսինքն ամուսնալուծություններ, շոուներ սարքել, բենզինի գինը Ադրբեջանից բերել, իջացնել, հետո ասենք օրինակ 5 անգամ 430 անմա 1100 կամ 5 անգամ 520 անմա 1100, այսինքն ինչ որ բաներ խոսալ, փետրվարի 31, չգիտեմ, այսպես բաներ են խոսում այս մարդիկ, ու տենց, հա, մենք ասում ենք, խոսում ենք, ծիծաղում ենք, բայց ցավալիորեն էս է մեր կերպարը երկրի ղեկավարության։ Ցավալիորեն այդպես է։ Իսկ եկեղեցին իրենք անընդհատ փորձեցին ցեղ շպրտելով եւ պիտակներ կպցնելով հոգեվորականներին այն էլ բարձրաստիճան, եկեղեցու դեմքը, նկարագիրը փոխել մեր ժողովրդի մոտ։ Իսկ ժողովուրդը հասկացավ, որ այսքան մի քանի տիրադավ իրենց կողքը հավաքելով եկեղեցուն չեն կարող վնասել, որովհետեւ այդ տիրադավները իրենք բոլորը ժամանակավոր կերպարներ են այս եկեղեցում, իսկ եկեղեցին հավերժ է։ Ինձ այսպեսի մի հարց է հետաքրքրում, խոսելով հենց տիրադավների մասին։ Նրանք այն կերպարներն էին, ովքեր համախմբվել էին Նիկոլ Փաշինյանի շուրջ, որոնց անունը շահարկելով գրեթե միշտ փորձել են վարկաբեկել եկեղեցուն։ Հենց այդ մարդիկ են եղել միշտ քննարկումների կիզակետում, վերցնենք օրինակ Կճոյանը, Քարամյանը, ուզում եմ հասկանալ, ինչն էր պատճառը, որ մինչ այս կաթողիկոսը նրանց կարգալույց չէր արել։ Ես չգիտեմ անկեղծ ասած պատճառների մասին, բայց այնուամենայնիվ Աստվածաշնչյան շատ գեղեցիկ խոսք կա։ Նմանն նմանին գտանե, այսինքն նմանը նմանին է գտնում։ Ինչի օրինակ Արշակ Սրբազանը չհամաձայնեց միանալ Նիկոլ Փաշինյանին։ Ինչի օրինակ Գուգարքի առաջնորդ Հովնան Սրբազանը չհամաձայնվեց միանալ Նիկոլ Փաշինյանին։ Ինչի օրինակ Մուշեղ Սրբազանը, ինչի օրինակ Նաթան Սրբազանը, մնացածները կարող եմ էլի անուններ տալ 37-40 եպիսկոպոս կա, որոնց անունները կարող եմ տալ։ Ինչի չմիացան։ Որովհետև այս մարդիկ չունեին այդ խնդիրը միանալու։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ միացել են, Աստված գիտի ինչ անում, այսինքն Աստծո գործերը անքննելի են, հավատացեք։ Եկեղեցին ինքնամաքրվելու հատկություն ունի։ Ինչ որ ժամանակներում ժամանակ առ ժամանակ եկեղեցին ունի ինքնամաքրվելու հատկություններ, ինչպես օվկիանոսը։ Մենք Պոլսո հայոց պատրիարքից լսեցինք հայտարարություն սինոդականություն ստեղծելու մասին։ Ես կխնդրեմ նախ մի փոքր մեր հեռուստադիտողի համար բացեք, թե ինչ է դա սինոդականությունը, ինչ է իրենից ենթադրում եւ դա կաթողիկոսի դեմ է, եկեղեցու դեմ է, թե ի վերջո լավ առաջարկ է, ինչ է սա իրենից ներկայացնում եւ ինչու է հնչել ըստ ձեզ այս առաջարկը հիմա։ Ուրեմն սինոդականություն բառը մի քիչ սխալ է, սինոդի գաղափար ստեղծելն է ճիշտ։ Սենց ասեմ ձեզ, տեսեք։ Սինոդի գաղափարը իրենից ենթադրում է 12 եպիսկոպոսներից բաղկացած մի կառույց, մի խումբ, որը որ ըստ իրենց ճակերտների մեջ պետք է փորձի օգնել վեհափառ հայրապետին եկեղեցին կառավարելու ընթացքում։ Սինոդի գաղափարը առաջ է քաշվել նաև Էլի Պոլսի պատրիարքության կողմից 18-րդ դարում։ Նույն 18-րդ դարում ցարական Ռուսաստանի կողմից առաջ է քաշվել Պոլոժենիայի գաղափարը, որը իրենից ենթադրում է, որոնք իրենցից ենթադրում են եկեղեցու կառավարում եւ նման ձևով վեհափառի լիազորությունները վերցնել ընթացքում եւ շատ գեղեցիկ ձևով մանևրելով եւ եկեղեցին ենթարկեցնել այն պետությանը, որը որ առաջ է քաշում այդ գաղափարը։ Այսինքն սինոդի գաղափարը առաջ է քաշում այսօր Պոլսի պատրիարքությունը, ոնց որ 18-րդ դարում, եւ ցարական Ռուսաստանը, ոնց որ էլի 18-րդ դարում։ Այն ենթարկեցնելն էր Թուրքիային, մյուսը ենթարկեցնելն էր Ռուսաստանին։
Բայց այնուամենայնիվ սա կարելի ասել երրորդ դեպքն է, երբ Վեհափար Հայրապետը այն ժամանակվա կաթողիկոսներ եւ այսօր Վեհափար Հայրապետ Գարեգին II չեն տրվում այդ սադրանքներին, կարելի ասել։ Սինոդի գաղափարի առաջ քաշելը աստիճանաբար թուլացնում է եկեղեցու կառավարումը։ Սահակ պատրիարքը այս առաջարկը արել է Սանկտ Փյոլթենում փետրվարի 17-ից 19 կայացած եպիսկոպոսական հավաքի ժամանակ տեսակապով։ Բայց այս առաջարկը բնականաբար քննարկվել է եպիսկոպոսների կողմից եւ մերժվել։ Թե ինչու է մի քանի օր հետո այս առաջարկը, այսպես ասած, գլուխ բարձրացնում եւ հրապարակվում։ Դա արդեն թողնում ենք հանդիսատեսին, այսպես ասած։ Դե Պորսո հայոց պատրիարքության էջում էր հենց պաշտոնական հայտարարությամբ հրապարակվել, այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ Պորսո հայոց պատրիարքի նպատակը եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին Թուրքիային ենթարկեցնելն է այս գաղափարով։ Պորսո պատրիարքությունը միշտ ճնշումների տակ է թուրքական կառավարության կողմից եւ Ստամբուլի նահանգապետի կողմից, այսինքն իրենք են, այսպես ասած, ղեկավարում այդ կառույցը։ Եթե վերցնենք օրինակ Սահակ պատրիարքին առանձին, Սահակ պատրիարքը շատ լավ հոգևորական է։ Ես ճանաչում եմ իրեն դեռ աբեղա ժամանակվանից, երբ որ ինքը որպես աբեղա ոտք դրեց Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Նա նաև եղել է իմ դասախոսը ճեմարանում, դարձավ Սահակ աբեղա վարդապետ դարձավ Մայրաթորում, ծայրագույն վարդապետ դարձավ Մայրաթորում, եպիսկոպոս դարձավ Մայրաթորում եւ որպես պատրիարք վերադարձավ Ստամբուլ։ Բայց այսօր այս հրապարակումը ցավալիորեն անհասկանալի հրապարակում է։ Բայց այնուամենայնիվ ես չեմ կորցնում այն հույսը, որ նա ուղղակի ճնշումների ներքո է այս հրապարակումն անում։ Բայց չէ՞ որ ճնշումներ կային նաև Միքայել Սրբազանի նկատմամբ, Պատրիարք Սրբազանի նկատմամբ եւ ինչու ոչ ցավոք նաև Հայաստանի կողմից ճնշումները ոնց որ ավելի վատն էին, քան Թուրքիայի իշխանությունների կողմից։ Ես չեմ կարող իրենց անձերը քննարկել, բայց այնուամենայնիվ Միքայել Սրբազանի, Բագրատ Սրբազանի, Արշակ Սրբազանի եւ Մկրտիչ Սրբազանի անձերը հայտնի են եւ մենք տեսնում ենք, իսկ իրենցը ուղղակի ժամանակը եւ պատմությունը ամեն մեկին իր տեղում ցույց կտա։ Հուսանք չենք բախվի այլևս նման խնդիրների եկեղեցու շուրջ։ Դա աստված, մի քիչ ուղղակի կասկածում եմ ես։ Ցավոք։ Ցավոք, այո։ Արչևում ընտրություններ են եւ մենք նկատում ենք, որ Նիկոլ Փաշինյանը գործի է դրել գրեթե բոլոր լծակները։ Թոշակ է բարձրացնում, ջրերի հարց է լուծում, բաժանվում է ինչու ոչ, էլ ինչ սցենարների սպասել ըստ ձեզ։ Աներևակայելի։ Ինձ թվում է մարդկային մտքի թռիչքը շատ դժվար կարող է պատկերացնել սա, բայց օրինակ թոշակները բարձրացնելը, սա ընտրաթոշակ է, սա ընտրաթոշակ կարելի անվանել էլի, որովհետև ընդամենը 1 ամիս առաջ այս մարդն ասում էր, ինչ պիտի անել այդ թոշակառուները այդ 10,000 դրամը։ Ինչ կարող են անել, այսինքն ինչ ծախվի, ոչ մի բան չեն կարող անել, պիտի դնեն նստեն, վայ, այս 10,000 դրամ, հա, ես ինչ պիտի անեմ սրա հետ, այսինքն ինքը տենց միշտ այդ կարծիքն է ունեցել, բանի երևի թոշակառուների մասին էլի, վայ, այս 10,000 դրամը ինչ պիտի անեմ ես։ Այսինքն մարդիկ թոշակառուները այդքան դեղեր ունեն առնելու, տատիկ պապիկները, այդ խեղճ տատիկ պապիկները այդքան կոմունալներ ունեն մուծելու, այդ խեղճ տատիկ պապիկները օրինակ գիշերով են հացը գնում, որ 200 դրամի փոխարեն 160 դրամով գնեն ու մի ամիս առաջ ընդամենը հայտարարել ազգային ժողովի ամբիոնից թե ինչ պիտի անեն, կարող է պարգևավճարներից կտրենք թոշակ տանք ու հետո կանգնել ասել, որ թոշակները բարձրացնում ենք ընտրություններին ընդառաջ, թոշակները բարձրացնում ենք 10,000 դրամով ու մի հատ էլ հրահանգել թիմի ներսում, որ ամեն մեկը մի հատ կարճ տեսանյութ անի եւ այսպես թոշակները կարծես թե բանա ամբողջ Հայաստանով մեկ ընտրբան են բաժանել էլի։
միլիոնավոր դոլարների բոլոր ժողովրդին, ամբողջ ժողովրդին փող են բաժանել։ Բերել են նախկիններից հետ են Դե բերել։ ես ցավում եմ, որ ամեն ինչը նախկինների, այլ այդ նախկինները չկան արդեն, վերջ։ Իշխանության չեն։ Դուք եք իշխանության եւ այս ժողովուրդը ընդամենը 2 միլիոն ժողովուրդ դուք չեք կարողանում նորմալ պահել։ Մի հատ Արցախ չկարողացան պահել 2 միլիոն ժողովրդի մոտ պահել։ Դրա մասին էլ խոսք չկա։ Չնայած գուցե նպատակել չունեին պահելու։ Հա։ Իսկ լավ, ինչ եք կարծում, ինչպես քաղաքացուն հասցնել, որ իրեն խաբում են, իրեն փորձում են գնել։ Ես միշտ մտածում եմ, որ մեր ժողովուրդը գիտակից ժողովուրդ է եւ չեմ ուզում կորցնել այդ հույսը երբևէ։ Ուղղակի ցավալիորեն կարողանում են շատ ուժեղ մանիպուլատիվ կերպով այս ժողովրդին հասցնել մի բան, որ ձեզ թալանել են, մենք ձեզ վերադարձնում ենք։ Հիմա տեսեք 10,000 դրամով բարձրացրել են թոշակները, չէ՞։ Հեսա ջրի գինն է բարձրանալու, ասելու են չենք կտրի, բայց գինը կբարձրացնենք։ Այսինքն ի՞նչ է նշանակում վիոլա ջուրը։ Դուք պատկերացնում եք, օրինակ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ վիոլա ջուրը հայտարարել, որ մայիսի 1-ից սեպտեմբերի 1-ը անջատում ենք լույսերը գիշերը 7 ժամով։ Ուղղակի ամբողջ այդ փողով հկները պայքարող ամբողջը կողողեին այդ իրենց պաստառներով կառավարության բակերը։ Հիմա ես չեմ նաև կասկածում, այսինքն ես դա իմ կարծիքն է, որ սա նաև մտածված քայլ է իրենց կողմից։ Երկու կառույցների հետ համատեղ մտածված քայլ է, որ մենք կասենք բարձրացնում ենք, թող մեզ մի քիչ կֆրտնեն, ոչինչ։ Հետո դուք կմիջամտեք ու սրա վերաբերյալ ասենք կառավարությունը միջամտեց, ձյունը կտրվեց։ Օրինակի համար абսուրդ է, էլի։ Ու էլի ամբողջ թիմով կարճ վիդեոներով ամբողջ Facebook-ը հեղեղեցին։ Կառավարությունը միջամտեց, ջուրը բան չփոխվեց ժամանակացույցը։ Սա հայտարարություն է ուղղակի մարդկանց մանիպուլացնելու, մարդկանց, այսպես ասած, մարդկանց աչքին բարձր երևալու, փրկիչ երևալու գաղափարն է։ Այս մարդկանց մոտ փրկիչ երևալու գաղափարն է։ Լավ, կտրվի քաղաքացին այդ մանիպուլյացիաներին ըստ Ոնց հասկանում ենք, դեռ տրվում է։ Դեռ որոշ մարդիկ տրվում են այդ մանիպուլյացիաներին, բայց ես այն հույս ունեմ եւ այն վստահություն ունեմ, որ ընտրություններին մարդիկ կանեն ճիշտ ընտրություն եւ այս մարդիկ չեն լինել։ Այսինքն կարծում եք ընտրության գնացող քաղաքացին կշարքի նժարներին կդնի այդ ջուրը, թոշակը, չգիտեմ, այդ երկու փոս լցնել է այդ իրենց չստացված ասֆալտը ու Արցախի կորուստ, 200 քառակուսի կիլոմետր տարածքի կորուստ, անընդհատ ծաղրի մեջ ապրող հասարակություն։ Ես կարծում եմ, որ կշարքի նժարին կդրվի ավելի արժանապատիվ ապրելը, քան այսպես փողով ինչ որ կամ չգիտեմ ջրի մանիպուլյացիայով ապրելը։ Մեր ժողովուրդը կընտրի այդ ինձ թվում է, որովհետև ինչքան կարելի է, օրինակ չգիտեմ, պիտի գիտակցի, էլի, որ սա զեղչային համակարգ չի։ Ոնց որ վատ խանութ լինի այս պետությունը, վատ խանութ են, որ բանից սև ուրբաթից առաջ գինը սարքում են 1000 դրամ, հետո իջացնում են 100 դրամ, բայց դե արդեն 500 դրամից սարքել էին 1000։ Շնորհակալ եմ։ Սիրով։